Ես ցավում եմ, ես անկեղծ ասած ցավում եմ, ես հույս ունեի, որ այն մարդիկ, ովքեր ամեն օր անընդհատ հանրությանը ահազանգում են, որ իրենք հավաստի տեղեկություններ ունեն իմ ու Բաղրամյան 26-ի կապերի հետ, իմ ու չգիտեմ ինչի հետ, այսօր չեն եկել, որ մենք այդ հավաստի տեղեկությունները քննարկենք, կամ եթե եկել են, խնդրեմ։ Ինչ պատկերացնի։ Ես չգիտեմ, ես անկեղծ ասած այն ինչ որ հրապարակային ասել եմ, ես կարծում եմ, որ ես բոլոր մեղադրանքներին պատասխանում եմ իմ գործունեությամբ, ընդհանրապես իմ գործունեությունը, իմ գործունեության ռազմավարությունն ու մարտավարությունը եւ ընդհանրապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության գործունեությունն ու ռազմավարությունը, հասկանալի է, որ իմ գործունեությունն ու ռազմավարությունը կուսակցության ծրագրի կանոնադրության եւ որոշումների շրջանակներում դուրս չի գալիս այս տրամաբանությունից, մենք ոչ թե գործում ենք ըստ այնամ, թե ով ինչ է ասում, այլ մենք գործում ենք ըստ այնամ, թե մենք ինչ ենք ասում, մենք ինչ ասելիք ունենք հանրությանը, ինչպես ենք պատկերացնում զարգացումները եւ ամեն ինչ ասել եմ, ես շատ հաճախ ելույթ եմ ունենում, սոցիալական ցանցերում եմ հանդես գալիս, իմ ելույթները հրապարակվում են, այդ առումով ես նոր բան ասելու չունեմ, ես եկել եմ, որ այսօր հանդիպեմ եմ մարդկանց հետ, ովքեր ասում են, որ իրանք այ հավաստի տեղեկություններ ունեն, որ հաստատ գիտեն։ Ասելիքը հասկացանք, այս բոլորս լսում ենք, բոլորս կարողանում ենք պատճառը հետևանքի հետ կապել անպայման։ Ուղղակի անելիքը մի հատ նշեք, հասնում եթե կարելի է, անելիքը, ինչ եք արել եւ ինչ եք պատրաստում անել։ Ասելիքին այսօր ժողովուրդը ոչ մեկը չի հավատում արդեն։ Մենք բոլորս շատ լավ հասկացել ենք, թե ասելիքը իրանից ինչ է ներկայացնում, ուղղակի ասել։ Հիմա եկեք անելիքներից խոսանք, շատ ավելի կոնկրետ։ Հիմա դուք ասելիք։ Հարց եմ տալիս, ձեր անելիքները ինչ եք արել եւ ինչ եք պատրաստում անել, ոչ թե ասել։ Ասելը հասկացա։ Գիտեք, այդ թեմային մի րոպե, այդ թեմային ես այնքան շատ եմ անդրադարձել, օրինակ վերջին 2 օր։ Նման տուպոյի համար խնդրում եմ մի հատ էլ անդրադառնալ։ Ես չեմ իմանում։ Ես խնդրում եմ նույնիսկ ձեր ինքներդ ձեր մասին այդպիսի բառեր ես հանդիպման ընթացքում չօգտագործեք։ Նույնիսկ ինքներդ ձեր մասին։ Այն մեր գործունեությունը անկախ նրանից ես եմ նեղվում, որովհետև ես թույլ չեմ տա, որ իմ հրավերով կազմակերպված հանդիպման ժամանակ որևէ մեկը որևէ մեկին վիրավորի, եթե նույնիսկ վիրավորողը վիրավորում է ինքն իրեն։ Եկեք սա հստակ արձանագրենք։ Ինչ վերաբերում է մեր անելիքների մասին շատ բազմիցս խոսվել է եւ ես այսօրվա հանդիպումը մեր անելիքների պրեզենտացիայի հանդիպումը չի։ Ես եկել եմ լսեմ մեղադրանքները, ես եկել եմ քննարկեմ այն հավաստի տեղեկությունները, որ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները ունեն։ Խնդրեմ, ուր են այդ մարդիկ, թող գան եւ այդ փաստերը ներկայացնեն։ Արածները եկեք ասեք, հա, ոչ թե անելիքները, այլ արածները, որովհետեւ մարդիկ ընդհանրապես, որ ինչ-որ եզրահանգան են գալիս։ Ձեր ազգանունը ինչպես ձեզ դիմեմ։ Ինչպես ձեզ դիմեմ։ Տիկին Ջաղինյան։ Տիկին Ջաղինյան։ Ամբողջ խնդիրն այն է, որ մենք այսօր չենք հավաքվել ոչ արածները, ոչ անելիքները քննարկելու։ Բայց չէ՞ մեղադրանքները ձեզ ներկայացվելու են ձեր արածների իման վրա, ոչ թե ասածների։ Եթե ինչ-որ մեկը ձեզ մեղադրում է, չէ՞ որ ինքը ինչ-որ հիմք ունի, չէ՞ մեղադրանքը ձեզ ներկայացվելու։ Ես ուզում եմ ձեզ հիասթափեցնեմ, որևէ մեկը որևէ հիմք չունի։ Եվ հիմա ես ուզում եմ ասել, որ այն ամեն ինչը, մի րոպե, այն ամեն ինչը ինչ որ հնչում է սոցիալական ցանցերում եւ վճարովի գովազդ որպես տեղադրվում է, եւ եթե այդ մարդիկ չեն գալիս եւ այս հրավերին չեն մասնակցում եւ իրենց ասելիքը հիմա ասեք ինչու եք մեղադրում ինձ։ Ես ուզում եմ հասկանալ ձեր դիրքորոշումը, որպեսզի հասկանամ այստեղ էլի ինչ որ բաներ ասվելու։ Այսինքն առանց հասկանալու մեղադրել եք արդեն։ Չէ, առանց հասկանալու չէ։ Բաս մեկ եկել եմ։ Անպայման ես իմ հիմքերը կբերեմ եւ
Համեցեք դե բերեք այդ հիմքերը միանգամից եւ այդ կոնտեքստում մենք կքննարկենք այդ հարցը։ Բայց ես ուզում եմ մի հատ հասկանալ ասենք, դուք Բայց եթե դուք այդ մեղադրողներից եք, նշանակում է դուք հավակնել եք, որ ոչ միայն հասկացել եք ամեն ինչը, ու այնքան խորապես ու մանրամասն եք հասկացել։ Հիմա որպեսզի ճիշտ ներկայացնեմ իմ խնդիրը եւ ճշգրիտ պատասխան ստանամ, ոչ թե այդ ինչ որ մենք մինչեւ այսօր խնդրեմ դուք ուրեմն կոնկրետ հարց տվեք եւ կոնկրետ պատասխան կստանաք։ 2008 թվականի դեպքերի մասին խնդրում եմ ձեր եւ ձեր դերակատարության որակավորումը ասեմ, միջամտությունը ասեմ, ձեր ներկայացումը ասեմ, ով էիք դուք այնտեղ եւ ինչ կատարվեց 2008 թվականին խնդրեմ։ Ուրեմն 2008 թվականին, ինչպես Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ ոչ անհայտ մարդիկ էին հայտարարում, տասնյակ, եթե չեմ սխալվում, ասում էին հարյուրավոր ժամերով ունենք տեսագրություններ, այդ տեսագրությունները կհանենք, այդ ձայնագրությունները կհանենք։ Հիմա էլ իմիջայլոց ասեմ, այն ժամանակ 2008 թվականին իմ մասնակցությամբ ինչ որ հեռախոսազրույցներ են դնում շրջանառության մեջ եւ ասում են, ահա ամբողջ ճշմարտությունը։ Իսկ որը մեկը հարցրել է, այդ հեռախոսային խոսակցության մեջ կոնկրետ իմ ասածների մեջ ինչն է պրոբլեմատիկ, ինչի հետ խնդիր ունի։ Այն ինչ որ ես այդ հեռախոսազրույցի մեջ ասել եմ 2008 թվականին, նույն իրավիճակում կասեի նաև հիմա։ Այսինքն ես եթե ուզում եք ինձ ընդհանրապես այս վերջերս ես ստիպված եմ անընդհատ այդ դաշտ մտնել, որովհետև ես չեմ սիրում ինքս իմ մասին խոսալ, ես անկեղծ ասած շատ հպարտ եմ, որ այդ օրը ես խոսել եմ այդպես, այդ տեքստով եւ շատ հպարտ եմ այն ինչի համար ես արել եմ։ Այն ինչը այդ օր ես արել եմ, որովհետև այդ ինչ որ ես այդ օրը ձեռնարկել եմ, ուղղված է եղել բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովրդին օրինականությունը եւ սահմանադրությունը պաշտպանելու։ Եվ որևէ մեկը, դուք տեղեկություն ունեք, որ ես մարդ եմ սպանել, խնդրեմ հատուկ քննչական, մի րոպե, հատուկ քննչական ծառայություն դիմեք նորից, այնա քննչական խումբը, իշխանությունը, բոլորը ունեն, մի րոպե։ Բոլորս շատ լավ գիտենք, թե Հայաստանի Հանրապետությունում թե քննչական ծառայությունը, թե դատախազությունը եւ թե մնացած բոլոր մարմինները ինչ ձևի են աշխատում։ Ու առավել եւս ձեր այդ ասածը, որ դուք ասեք դիմեք ընդե, ես չունեմ ընդե դիմելու։ Ընդե նստած են լկտի կոռումպացված ստախոս տականքներ։ Ու այդ մենք ազգովի արդեն վաղուց բոլորս գիտենք։ Հիմա դուք լավ, դուք Հիմա ինձ մի ուղարկեք ընդե։ Լավ, եկել եք ասեք։ Արել ես, պատասխան եմ պահանջում։ Ձեր դերը 2008 թվականի այն փաստը, որ մահացել է ոչ թե 17 մարդ, այլ 117 մարդ, այդ մենք բոլորս գիտենք, ամբողջ ազգը գիտի։ Եվ փաստեր կան։ Եվ պատեհ դեպքում, այո, ես դրանք կներկայացնեմ։ Եթե գիտեք ինչ, եթե դուք ներկայացնում եք բոլոր այն մարդկանց, ովքեր սոցիալական ցանցերում ինձ մեղադրում են, ես կարծում եմ ես կարծում եմ նույնիսկ այս հանդիպումը արդեն կայացած կարելի է համարել։ Այդ փաստի բերումով եւ ես որևէ մեկնաբանություն չունեմ։ Խնդրեմ, ուրիշ հարցեր։ Ինչ գիտեք քննադատությունը ընդհանրապես քաղաքականության անբաժանելի մասն է։ Ես երբեք ինձ թույլ չեմ տա որևէ քննադատության վերաբերյալ ունենալ այսպիսի, այսպես ասած, դիրքորոշում, որովհետև քաղաքականությունը, քննադատությունը քաղաքականության մասն է։ Ես ընդհակառակը շատ ուրախ եմ այդ քննադատությունների համար, եթե որովհետև քննադատությունը ենթադրում է խոսակցություն տվյալ թեմայի շուրջ։ Երբեք ես ինձ թույլ չեմ տվել եւ ինձ թույլ չեմ տա որևէ մեկին քննադատել ինձ քննադատելու համար։ Ես ինձ թույլ չեմ տա նույնիսկ որևէ մեկին մեղադրել ինձ մեղադրելու համար։ Ես շատ པարզ բան եմ ասում եմ հարգելի գործընկերներ, եթե դուք կարծում եք, որ այդ մեղադրանքները, որ դնում եք շրջանառության մեջ, եւ այդ մեղադրանքները սոցիալական ցանցերում տարածելու համար գումարներ եք ծախսում,
Ես ոչ եւ գտնում եք, որ այդ մեղադրանքները այնքան կարևոր մեղադրանքներ են, դուք հիմքեր ունեք, ինչպես պնդում եք, հավաստի ապացույցներ ունեք, հավաստի տեղեկություններ ունեք, ես չեմ մեղադրում նրանց մեղադրելու համար։ Ես ասում եմ, խնդրեմ, եկեք քննարկենք այդ մեղադրանքները հրապարակային։ Եկեք, որպեսզի ի վերջո լավ մարդը, քաղաքացին, որը չի, ասենք, իր սոցիալական ցանցի էջին հայտնվում է վճարովի ինչ-որ նյութ, որ ահա Նիկոլ Փաշինյանը կապված է կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այս մեկի պրոյեկտն է, Սերժ Սարգսյանի պրոյեկտն է, այս ինչա կապեր ունի։ Ի վերջո այդ մարդու մոտ պետքա պատասխան լինի, չէ՞ լավ, այդ գրվածը ճիշտ էր թե ճիշտ չէր։ Հիմա մենք հրավիրում ենք այդ մեղադրանքների հեղինակներին երես առ երես խոսել, որպեսզի քննարկումների արդյունքում մենք իմանանք, հիմա դա ճիշտ էր թե ճիշտ չէր։ Եթե պարզվի, որ դա ճիշտ չէր, ես ոչ թե իմ անձի համար, ես ոչ թե ինձ անձի համար, որովհետև անձը այստեղ կարևոր չի, այլ հանրային ինֆորմացիոն անվտանգության համար ես ամեն ինչ կանեմ, որպեսզի այդ մարդիկ իրենց տեղը, ճշգրիտ տեղը գտնեն, այսպես ասած, մեր հանրային գիտակցության մեջ։ Ես այդ մարդկանց ես չեմ անվանել, դա վաղուց ժամանակին, եթե մարդը մեղադրում է որևէ մեկին եւ պատրաստ չէ որևէ հիմնավորում ներկայացնել, այդ մարդիկ կոչվում են բան սարքու։ Ուրիշ տերմին դրա համար չկա։ Իսկ եթե կան մեղադրանքների հիմնավորումներ, ես ձեզ ասեմ, ես որ ասում եմ, իսկ եթե չեն կարող լինել մեղադրանքների հիմնավորումներ, չեն կարող լինել, ուղղակի իբնե։ Եվ ես ասում եմ, հիմա այստեղ պաշտոնապես եմ ասում, որ բոլոր այդ լուրերը, որ ասում են, այ հավաստիկ, որևէ լուր չի կարող հիմնավորվել։ Եվ ով որ մտածում է, որ կարող է հիմնավորել, ինքը պետք է այսօր այստեղ լիներ, համապատասխան հիմնավորումներով։ Ես Հայաստանի Հանրապետության, ուրեմն, ժողովրդի հանրության, հանրային ծառայության մեջ եմ ըստ էության 1992 թվականից։ Եվ այս ծառայությանը ես նվիրված եմ անմնացորդ, ու չկա որևէ մեկը, որ իմ քաղաքական կենսագրության մեջ կարող է ներկայացնել մի դրվագ, որը կխոսի հակառակի մասին։ Եվ ես ասում եմ, ես ընդհանրապես իմ բնույթով համեստ մարդ եմ, ես շատ հաճախ չեմ համարել եւ հարկել չեմ համարում արձագանքելու այդպիսի հրապարակումներին, բայց ես կարծում եմ, որ հիմա մենք մի փուլում ենք, որ ես դա պարտավոր եմ անել, որովհետեւ դա արդեն նշանակում է հանրության Հայաստանի Հանրապետության ժողովրդի ինֆորմացիոն անվտանգության նկատմամբ լինել անտարբեր։ Ես այդպիսի անտարբերություն թույլ չեմ տա։ Ուրեմն ցանկացած պնդման հետևից պետք է գնալ եւ պարզել դրա իրողությունը։ Հայկական ժամանակ օրաթերթի բոլոր արխիվները կան, ես ձեզ հավաստիացնում եմ, եւ նույն սոցիալական ցանցերում մենք դուրս բերեցինք եւ տեղադրեցինք այդ հոդվածից ծայրից ծայր լուսապատճենը եւ որևէ այդպիսի բառ, որևէ այդպիսի նախադասություն չկար։ Ես եւ տեսեք, եւ երբ որ քննարկում էինք սուրճի սեղանի շուրջ այդպիսի մի հարց, ասենք օրինակ ես հազարավոր հոդվածներ եմ գրել։ Ընդհանրապես կարող է էլի անհամեստության դաշտ մտնեմ, որ երրորդ հանրապետության պատմության ընթացքում ես հաստատ ամենաշատ նյութեր հեղինակած լրագրողներից մեկն եմ։ Եվ այն ժամանակ էլ, երբ 92 թվականին ես աշխատում էի մամուլում, մոլորակ կամ լրագիր օրաթերթում դեպք կար, որ ես օրը 3 հոդված էի տպագրում, եւ այն ժամանակ էլ կային պնդումներ, որ այդ հոդվածի հեղինակը ես չեմ, ուրիշ մարդիկ գրում են, ես պարզապես ստորագրում եմ, որովհետեւ հնարավոր չէ այդպիսի քանակությամբ հոդվածներ տպել։ Սա այդ դրա հետ կապված։ Հիմա ինչ վերաբերվում է ազատագրված տարածքներին։ Ես կարող եմ ասել հետեւյալը, որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունները, ովքեր բանակցել են այս հարցի շուրջ, ոչ մի իշխանություն երբեք չի բացառել, որ կարող է լինել փոխզիջումային տարբերակ։ Եվ ընդհանրապես այս վերջերս մենք քննարկում էինք մի կուսակցության, այլ կուսակցության ընկերների հետ քննարկում էինք մի այսպիսի հարց։
երբ որ ասվում է ոչ մի թիզ հող թշնամուն։ Ես հարց տվեցի եւ իրենք ասում էին, որ իրենք այդ գծի կողմնակիցներն են եւ ես հարց տվեցի, ասի, եթե այսպես գրոտեսկի վերածենք խնդիրը, այսինքն սրենք, ծայրահեղացնենք խնդիրը եւ ասենք օրինակ Ադրբեջանն ասում է 3 թիզ հող վերադարձրեք մեզ եւ մենք դրա փոխարեն կճանաչենք մնացած Ղարաբաղի անկախությունը։ Հիմա այդ պարագայում դուք համաձայն եք այդ 3 թիզը բառից բուն իմաստով այդ 3 թիզը վերադարձնել թե չվերադարձնել։ Ես նկատի ունեմ հետեւյալը, համեցեք։ Ես նկատի ունեմ, որ ազատագրված տարածքները, դրանք մեր ազատագրված տարածքներն են, Ղարաբաղի սահմանադրությամբ, դրանք Ղարաբաղի անբաժանելի մասն են եւ մենք բոլորս պարտավոր ենք ապահովել Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ այս իմ նոր որ ասի գրոստեսկային ծայրահեղությունները այդ առումով կարող են լինել վտանգավոր։ Բայց ես ելի ասում եմ, որ ինչա պետք է անել ազատագրված տարածքները պաշտպանելու համար։ Ազատագրված տարածքները պաշտպանելու համար պետք է կանգնեցնել արտագաղթը Հայաստանի Հանրապետությունից, պետք է բնակեցնել Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը պետք է կրկնապատկել եւ պետք է բնակեցնել ազատագրված տարածքները։ Հիմա օրինակ նույն Իսրայելում տեսեք ինչ է տեղի ունենում։ Նույն Իսրայելում ինչ է տեղի ունենում, այնտեղ մենք մի քանի անգամ տեսել ենք օրինակներ, նրանք գնում են հողը պահել, նրանք հասկանում են հետեւյալ կերպ։ Կոնկրետ տեղերում հիմնադրել բնակավայրեր եւ պետք է լինեն մարդիկ, ովքեր պատրաստ են գնալ ապրել այնտեղ։ Հիմա բայց ես ձեզ ուզում եմ մի բան ասել, այսինքն պատկերացրիք, չէ՞, հողը ոչ թե հողը, որ մենք ունենք, հողը մեր հողը, այն հողն է, որի վրա մենք ռեալ ապրում ենք կամ դեռ պիտի ապրենք։ Ես չեմ համարում, եթե մենք այսօր այնտեղ չենք ապրում, դա մերը չի։ Բայց ես համարում եմ, որպեսզի ինքը լիարժեք դառնա մերը, մենք պետք է ապրենք այդ հողի վրա։ Պետք է ստեղծենք, արարենք։ Եվ Իսրայելի պատմությունը, երբ որ նայում ենք, մենք անընդհատ տեսնում ենք, որ այնտեղ բնակավայրեր են կառուցվում, նոր բնակավայրեր են կառուցվում։ Մենք այս 20 տարվա ընթացքում ըստ էության այնտեղ նոր բնակավայրեր չենք կառուցել։ Մենք փորձեր արել ենք, մենք ասել ենք, որ պետք է այսպես իմ ասացի մեջ ոչ մի նորություն, բայց մենք դա չենք կարել։ Մենք պետք է հասկանանք, որ մենք կորցնում ենք։ Որ ասում եք չի եղել, եղել է։ Չէ։ Աստեր կան, նկարահանումներ կան, մարդիկ են, մեր ընկերներն են, ձեր ընկերներն են։ Այդ ճիշտ եք ասում, առանձին նվիրալներ։ Կարող խմբային նվիրալներ, դա չի։ Խմբով բայց մենք այսօր այդպիսի պետական քաղաքականություն չենք իրականացնում կամ եթե նույնիսկ հայտարարում ենք, որ իրականացնում ենք, մենք գուցե ֆինանսների, գուցե քաղաքական կամքի, գուցե աշխարհաքաղաքական իրավիճակի բերումով մենք այդ խնդիրը չենք լուծում։ Եվ եթե դուք ուշադիր եք եղել, մեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրում կա այսպիսի մի դրույթ, որ մենք խնդիր ունենք առաջիկա 20 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը կրկնապատկել։ Երկրորդ հարցը եթե կարելի է։ Համեցեք։ Երկրորդ հարցին չեմ կարող անդրադառնալ, որովհետև բնականաբար մի հատ հարց ծագեց խոսակցության ընթացքում։ Հիմա սենց հայոց հայրենիք ասելով դուք ինչ եք հասկանում, դա կարող է նույն հարցը ներառել, որովհետև մի քանի սլակներով գնացիք նախորդ պատասխանին, ես իմ բավարար ինքերը տեսա խոսակցության հետ տարածված նույնքի հետ իշխանով էր կապված, իշխանով կապված չէր եւ այլ, հետո մենք մի կողմ ոնց հասկացավ իր խնդիրն է։ Ռեալ հայոց հայրենիք ասածը դա ինչ-որ տարածական կերպով ինչ է իրանից ներկայացնում եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ասածը բավարար պայման է հայրենիք ունենալու համար։ Արդյոք քաղաքացին դա բավարար պայման է հայրենիք, թե հանրապետություն, պետականություն, օրենք, իրավունք, այս հասկացությունները բավարար կոնտեքստում ենք, մենք մենակ շարժ։ Ուրեմն ես 2012 թե 13 թվականին մի հոդվածով եմ հանդես եկել, որը վերնագրված էր մեծ հայրենադարձություն։
այդ հոդվածի մեջ կար այսպիսի մի շեշտադրում, որ տեսեք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում, որը չի փոխվել Սահմանադրության վերջին 20 տարում ոչ մի փոփոխություն չի կրել, որպես Հայաստանի Հանրապետության հիմնադիր հանդես է գալիս հայ ժողովուրդը, ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այլ հայ ժողովուրդը։ Սա շատ կարևոր մի նրբություն է, որը մենք մինչև հիմա քաղաքական մակարդակում ըստ էության չենք նկատել։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների հայրենիքն է, որը գնացել եւ Սահմանադրության անկախության հանրաքվեի ժամանակ կողմը քվեարկել Հայաստանի Հանրապետությանը, այլ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի հայրենիքն է եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրի նախաբանում եւ ծրագրի մեջ այս է պատճառը, այս տեսական դրույթի վրա հիմնվելով ենք մենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա հայության մարդկային, ֆինանսական, հոգեվոր, տնտեսական, մշակութային ռեսուրսների կամ նրա զգալի մասի կենտրոնացման վայրը եւ այդ ռեսուրսի անվտանգությունը եւ բնականոն զարգացումը ապահովող պետական համակարգ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության պետական խնդիրը սա է հայությանը կամ նրա զգալի մասին մեկտեղել սեփական տարածքում եւ ապահովել այդ ռեսուրսի անվտանգությունն ու բնականոն զարգացումը։ Հիմա ո՞րն է հայոց հայրենիքը։ Ես կարծում եմ, ես հասկանում եմ, դուք նկատի ունեք, ասենք հիմա այդպիսի բաներ կան, դուք արևմտյան Հայաստանը Հայաստան է, թե Հայաստան չի, ես ճիշտ հասկացա ձեր կոնտեքստը, հարցի կոնտեքստը։ Հարցը ավելի կոնկրետացնում եմ, sense կարող եմ ասել։ Քաղաքացիների դեպքում իմ դիրքորոշումը, որ ճիշտ պատասխանատուն կալել։ Իմ դիրքորոշումը այն է, ով որ քաղաքացու կոնտեքստում է, ինքը հայրենիք չի կարող ունենա, ինքը կարող ունենա ժամանակավոր բնակավայր։ Ով իր հայրենիքից դուրս է, գտնվում է ուրիշ հանրապետությունում պայմանական, որը հայրենիք է։ Այսինքն որ հազարամյակներից քանի 10,000 տարիներ շարունակ ապրում են այդտեղ։ Իմ հարցի բովանդակության կարևոր մասը, որ ցավոք սկզբից ուտեն շատ տարել։ Հա, շատ լավ։ Ուրեմն տեսեք, հենց այդ նույն հոդվածում եզրակացությունը որն էր, որ ժամանակակից աշխարհում process-ները գնում են այնպես, որ ազգությունը եւ քաղաքացիությունը գնալով նույնանում են։ Այսինքն մարդիկ լինելով օրինակ Ֆրանսիայի քաղաքացի, գնալով ավելի ու ավելի դառնում են ֆրանսիացի եւ մենք կարծում ենք, որ ես կարծում եմ, որ process-ը նաեւ ժամանակակից քաղաքական process-ները տանում են այդ ուղղությամբ, որ ազգությունները եւ քաղաքացիությունների նույնականացման process է գնալու եւ որպեսզի ինչ նկատի ունեմ, որովհետեւ ասենք նույն մեր հայության շրջանում շատ ոչ բոլորն են ցավոք սրտի, որ իրենք երկար տարիներ սերնդեսերունդ ապրելով արտերկրում որևէ այլ երկրում կարողանում են իրենց ինքնությունը միջև վերջ պաշտպանել։ Այսինքն ինչքան հեռանում է այդ սերնդեսերունդ այդ կապը, այնքան թուլանում է ինքնությունը։ Եվ մենք կարծում ենք մեր ծրագրային դրույթներից մեկը համենայն դեպս հիմքում այդ բանն է դրած, այդ կանխավարկածն է դրած, որ ժամանակի ընթացքում 50-100 թե ավել տարիների ընթացքում ազգությունները եւ քաղաքացիությունները նույնանալու են եւ մեր ինքնության պահպանման լավագույն ձևը այն է, որ հայ ժողովուրդը նույնացնի իր քաղաքացիությունը եւ իր քաղաքացիությունը Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի դա երաշխիք դառնա իր ազգությունը, իր տեսակը, ինքնությունը պահպանելու։ Կարողացա բացատրեմ, ինչու։ Հասկացա, որ ինչ-որ բանի փորձում եք պատասխանել, բայց իրականում այդ ազգություն տերմինի ինքը լողոզված հասկացություն է այսօր, ազգ տերմինի ծաղկին վայրեր հիմա, ու բնականաբար այդտեղից հետևում է, որ ընդհանրապես լողոզվում է հարցը, որովհետև այդ քաղաքացիական եւ ազգային sense իրար մեջ մի հատվածում տերորելը, սխմելը ինչ-որ ուրիշ սիմբիոզ է տանում, որ այդ աշխարհաքաղաքացու մոդելի մեջ է։ Ես կարող եմ հասկանալ ձեր ակնկալիքը որն է, այսինքն դուք ինչ եք ուզում, որ ինչ լինի։
այդ process-ի հետ, այդ խնդրի հետ ինչ լինի։ Ես ուզում եմ հասկանամ դեր դիրքորոշումը։ Ես ասացի մեր դիրքորոշումը, ներողություն, իմ դիրքորոշումը հետևյալն է։ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի ինքնությունը պահպանելու, Հայաստանի պետականությունը հայ ժողովրդի ինքնությունը պահպանելու միակ երկարաժամկետ եւ ռազմավարական եւ արդյունավետ գործիքն է, եւ մենք ամեն ինչ պետք է անենք այդ պետականությունը ուժեղացնելու եւ հարատև դարձնելու համար։ Սա է իմ պատասխանը։ Ես իմ բավարարող պատասխան ստացա, հասկացա ինչի ինչոց է շնորհակալ։ Համեցեք։ Փաշինյան, եթե այսօրվա հանդիպման նպատակին անդրադառնանք, կային ամենից չեկան, հա, ինչ-որ ուժեր չներկայացրեցին այդ հնարավորությունը, որոնք դուք այս հանդիպում կազմակերպել եք, բայց դրանք որպես քաղաքական հայտարարություններ հնչել են եւ Դուք հարցրեք իրենց փոխարեն, եթե ուզում եք։ Քաղաքացիների մոտ դեռ վարկանիշը դրա արդյունքում փոփոխվել է, որևէ փոփոխություն վարկանիշի դուք նկատում եք ամենիսի մտահոգություններ ունեք, որ դրանք ես ոչ թե հիմնավորումների, այսինքն քաղաքացի հիմնավորումներ կարող է չի լսել, բայց որպես քաղաքական հայտարարություն դա արդեն լսել է ինչպես է ազդել դա։ Ես կարծում եմ, գիտեք, ես ընդհանրապես իմ վարկանիշները հաշվելու սովորություն չունեմ եւ կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարկանիշը հաշվելու սովորություն չունենք մենք ընդհանրապես, մենք գործում ենք, մենք աշխատում ենք։ Ես կարող եմ ասել, որ ես շատ եմ շփվում քաղաքացիների հետ եւ ոչ թե որպես ֆորմալ շփվում, ես շատ հաճախ երթևեկում եմ հասարակական տրանսպորտով, այսինքն սովորական կյանքով եմ ապրում, կյանքով եւ կենցաղով եւ շատ շփվում եմ մարդկանց հետ եւ անկեղծ ասած ես մեծապես ավելի ու ավելի զգում եմ մարդկանց եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աջակցությունը։ Ես վերջերս 2 օր առաջ ընդամենը Փարիզում հանդիպում տեղի ունեցավ փարիզահայերի հետ։ Այդ հանդիպմանը մասնակցում էր մոտավորապես 130 փարիզաբնակ հայաստանցի եւ ես շատ զարմացա, որ հիմնադիր խորհրդարանի մեր գործընկերներից մեկը սոցիալական ցանցում այսպիսի մի վերնագիր էր տվել Նիկոլ Փաշինյանի ոչ գոհացուցիչ պատասխանները։ Ես հիմա պիտի եթե անձամբ իր համար ոչ գոհացուցիչ են եղել գուցե, բայց ես կարծում եմ, որ հանդիպման մասնակից 140 ներկաների մոտ եթե չչափազանցնեմ 97%-ը շատ գոհունակությամբ է այդ հանդիպմանը եկել եւ շատ գոհունակությամբ է հեռացել այդ հանդիպումից։ Ես էլի ստիպված եմ բաներ ասել, որ սովորաբար իմ սովորական միջավայրում ես այդպիսի բաների մասին չեմ բարձրաձայնում։ Դա մի հանդիպում է եղել, որտեղ իմ խոսքը մի քանի անգամ 4-5 անգամ ընդհատվել է ծափահարություններով եւ մենք շատ ջերմ հանդիպում ենք ունեցել եւ շատ ջերմ բաժանվել ենք, պայմանավորվելով իրար հետ, որ պետք է շարունակենք մեր գործունեությունը։ Ես հույս ունեմ, որ ինչպես Լոս Անջելեսում, Փարիզում նույնպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության աջակցման խումբ կստեղծվի, եւ այդ խումբը կգործի արդյունավետ, գրեթե համոզված եմ, որ կստեղծվի, եւ ես ամեն օր կարող եմ ասել, ամեն օր իմ հայրենակիցների աջակցությունը տեսնում եմ։ Ես ձեզ ասեմ, մենք ամեն շաբաթ այն շաբաթներին, երբ որ չի լինում ազգային ժողովի նստաշրջան, մենք ամեն շաբաթ լինում ենք Հայաստանի Հանրապետության տարբեր գյուղերում եւ բնակավայրերում։ Մենք այդ հանդիպումներին գնում ենք առանց լրագրողների, այդ հանդիպումների մասին նախապես ոչ մեկ տեղյակ չի լինում, նույնիսկ այդ գյուղի բնակիչները, եւ մենք գնում ենք, երբ որ ասենք գյուղամիջում մարդկանց չենք ցրտի պատճառով եւ այլն մարդկանց չենք տեսնում, ուղղակի մարդկանց դռները ծեծում ենք, ներս ենք մտնում, եթե հրավիրում են, իսկ դա սովորաբար հենց այդպես էլ լինում է։ Իսկ երբ որ լուր է տարածվում գյուղում, որ այսպիսի խումբ է եկել քաղաքացիական պայմանագիր կուսակցության խումբն է եկել, դա շատ արագ արձագանք է գտնում մարդկանց մոտ եւ գյուղամիջերում, այսպես ասած, իմպրովիզացված հավաքներ են տեղի ունենում։ Ես ձեզ կարող եմ ասել, ես տեսնում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աջակցությունը եւ ես ձեզ կարող եմ հավաստիացնել, որ այդ աջակցության մակարդակը եթե ոչ օր-օրի, ապա ամեն շաբաթ աճում է եւ շարունակելու է աճել, ես դրանում համոզված եմ։ Ինչու եմ համոզված, որովհետեւ
Իմ ոչ քաղաքական գործունեության ընթացքում ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ եղել եմ կատարելապես անկեղծ եւ շարունակվելու եմ լինել կատարելապես անկեղծ։ Ես չեմ ասում, որ ես անսխալական եմ, կամ որևէ մեկը կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը անսխալական է, բայց երբեք կներեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներողություն եմ խնդրում այդ բառի համար, չեմ ֆռացրել, նման գործելակերպ չեմ ունեցել եւ այդ միակ թերևս երաշխիքն է կամ այդ կարգի, որ ես կարող եմ տալ, որ երբեք նման գործունեությամբ չեմ զբաղվի։ Ես երբեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հանելուկներով չեմ խոսել։ Երբեք կուլիսային պայմանավորվածություններով ազատության հրապարակ չեմ ազատագրել։ Երբեք չեմ ասի ամսի 13-ին իշխանափոխություն ենք անելու եւ հետո սկսել եմ բացատրել։ Համենայն դեպս եթե նախկին գործունեության ես նախկին ասում եմ այս վերանայումներից առաջ ինձ համար ի վերջո ինձ համար նույնպես այս քաղաքական մի շրջան էր, որ ինքս ի վերջո հարց չէի կարող չտալ։ Ինչու է այսպես, որ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը ուզում են փոփոխություններ, քվեարկում են այդ փոփոխությունների համար, կանգնում են այդ փոփոխությունների թիկունքում, նույնիսկ զոհվում են հանուն այդ փոփոխությունների, բայց այդ փոփոխությունները տեղի չեն ունենում։ Եվ այս մտածումների արդյունքում է, որ մենք մեր գործընկերների հետ քննարկելով, խոսելով, հասկանալով ստեղծեցինք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ ամեն ինչ հասկանալով անելը եւ ժողովրդին հասկանալի դարձնելը եղել է եւ կա եւ լինելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցության գործելակերպ։ Պարոն հիմնադիր խորհրդանից այդ մեղադրանքները հնչեցին նոր Հայաստանի ճիշտ այն բանից հետո, երբ որ ձեզ Ժիրայր Սեֆիլյանը անվանական հրավիրեց ազատության հրապարակ, բայց ձեր պատասխանը եղավ այն, որ 17 ընտրություններին եք պատրաստվում։ Եվ այս պարագայում ձեր այդ հայտարարությունը եւ ձեր մեկնաբանությունը հարցազրույց այն բանին, երբ ազատության հրապարակում եք նոր Հայաստանի անդամները, ինչքանով վնասեց իրենց շարժմանը եւ դուք հետայետ որ գցում եք ձեր հայերի մեջ ինչ-որ բան կփոխվի, այսինքն Գիտեք, կարծում եմ իրենց շարժմանը ամենաշատը վնասեց են, որ իրենք ժողովրդին խոստանում էին իշխանափոխություն, ու հետո պարզվեց, որ այդ իշխանափոխությունը առանց Նիկոլ Փաշինյանի ոչ մի կերպ տեղի չի ունենա։ Եթե այդ իշխանափոխությունը առանց Այս եղավ բան, արդեն իմ մասին երրորդ դեմքում եմ խոսում, ես լավ նշան չի, նշան չի։ Եթե պարզվեց, որ պարզվում է, որ այդ իշխանափոխությունը առանց ինձ չէր կարող տեղի ունենալ, չէ։ Ինչու են նրանք առանց ինձ հետ համաձայնեցնելու խոստանում, որ այսինչ օրը, այսինչ ժամին անելու են իշխանափոխություն։ Տրամբանական չի։ Եվ հետո ես ասել եմ շատ հստակ։ Այդ թվում մեր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում, այս սենյակում այս սեղանի շուրջ, դեռևս 2015 թվականի առաջին կեսին եւ 14 թվականի վերջին, նախախորհրդանի մեր գործընկերների հետ եղել են բազմաթիվ քննարկումներ, այդ թվում նաեւ իրենց գրասենյակում։ Եվ ես շատ հստակ ասել եմ, երկու բան, երբ որևէ process մենք սկսում ենք, պետք է շատ հստակ ձևակերպենք վերջնական նպատակը եւ երկրորդը, երբ որ ասում ենք իշխանափոխություն, պետք է շատ հստակ նկարագրենք, թե ինչպես է տեղի ունենալու այդ քայլերը, այդ իշխանափոխությունը։ Սա շատ կարևոր նրբություն է, որովհետեւ եթե որպեսզի իրականում որևէ բան տեղի ունենա, դա նախ պետք է տեղի ունենա մեր մտքում, առնվազն կազմակերպող խմբի մտքում եւ հանրության մտքում։ Ես էլի բերեմ այսօրվա հանդիպման օրինակը, այս հանդիպումը, որ այսօր իրականում տեղի է ունենում, նախ տեղի է ունեցել մեր մտքում։ Ես մտածել եմ, որ այսպեսի մի հանդիպում հրավիրեմ, գրել եմ համապատասխան գրառում, ժամ, տեղ, օր ենք նշանակել, ներկաները մտածել են, որ գան այդ հանդիպմանը, իմացել են օրը, տեղը, ժամը, երբ պիտի գան, ոնց պիտի գան, որտեղ պիտի գան։ Եթե ես օրտեղ ժամ չնշանակեի, մտքում այդ միտքը չծագեր, դուք էլ չմտածեիք, որ պետք է ներկանալ, այս հանդիպումը տեղի չէր ունենա։ Նույնն էլ իշխանափոխությունն է։ Հիմա այստեղ ինչ խնդիր կար։ Դեռևս ես էլի եմ ասում, այն առաջին
2014 թվականի 15 թվականի process-ներից հետո ես ազգային ժողովում ելույթ ունեցա եւ առաջին անգամ թերևս հենց այդ ելույթի ժամանակ առաջ քաշեցի ինստիտուցիոնալ ընդդիմության գաղափարը եւ ազգային ժողովի ամբիոնից արեցի հետեւյալ հայտարարությունը հիմնվելով վերլուծության վրա, որքանի դեռ Հայաստանում չի ձևավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն, չի լինելու իշխանափոխություն։ Հիմնավորումները դուք գիտեք, դրան չանդրադառնամ։ Հիմա ես այդ իմ համոզմունքը բարձրաձայնում եմ ազգային ժողովի ամբիոնից, մեր կուսակցության համաժողովում, հարցազրույցներում ամեն տեղ ասում եմ, որ միջև ինստիտուցիոնալ ընդդիմություն չի ձևավորվել։ 50 տարի էլ այս իշխանությունը կմնա իշխանություն տարբեր կոնֆիգուրացիաներով։ Եվ ուրեմն նրանք, ովքեր ուզում են իշխանափոխություն իրականացնել, պետք է զբաղվեն ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորմամբ։ Հիմա այս ամեն ինչից հետո պատկերացրեք գալիս է 2015 թվականի դեկտեմբերը եւ հարթակից ասում են Նիկոլ Փաշինյան արի եւ այլն եւ այլն։ Եվ ես գլխապատառ վազում եմ այդ կանչին ընթառաջ։ Բայց այս դեպքում հարց չի ծագում, բա հիմա ինստիտուցիոնալ ընդդիմություն ինձ դուք այնտեղ պիտի հարցնեք, չէ՞, ասեք ինստիտուցիոնալ ընդդիմությունը հիմա ձևավորվել է, թե չի ձևավորվել։ Ընդ որում ես ինստիտուցիոնալ ընդդիմություն ասելով ասել եմ կետ ասել եմ ինչ նկատի ունեմ կետ հիմա եթե չի ձևավորվել չէ պիտի ասեմ որ չի ձևավորվել որովհետև ես արդեն պայմանավորվել եմ 25 տարի է ժողովուրդը լսում է դուք կանչել եք թույլ չտվեցիր մի բառ ասել թույլ չտվեցիր իմ հիմնավորումները այ սա ես դու ընդհանրապես խնդրեմ հիմա ասեք հիմա մի րոպե եկեք ասեք ձեր մնացեք ինչին մնամ ինչ որ ինձ ասեք ձերդ կտրի ո՞վ է ձեզ ասել ձերդ կտրի Երիտասարդը 25 տարի է նույն բանն ասում լավ եմ Դե անում ասեք լսում ենք ձեզ Չունեմ ասելու այդ ոչ մի բան հեն այդ կանչել ասել իր հեքիաթները իր ես իմ ինչ այդ ինչ որ ասում ես մենք լրիվ լսել ենք դու ասա 2008 թվականին ինչ արեցիր ու ինչի արեցիր ու ինչի 137 հոգի մարդ մեռավ ոչ մեկը մինչև այսօր պատասխան չկա եւ ինչի քո նմանները որ քաղաքական դաշտում իրանց ճողում են ու ընդդիմություն են որպես այդպեսին ցույց տալիս ինչի մինչև այսօր փոփոխություն չկա ինչ ինստիտուցիոնալ ինչ հիմա մի 20 տարի քո ինստիտուցիոնալը պետք է հա բան անենք ժողովուրդը մեռնում է այսօր Ինչ արյան գնաց Տենց աստված Ես լրագրողներին խնդրում եմ, եթե ես խնդրում եմ տիկնոջ հարցը անպայման վերաձևակերպեք, որպեսզի մենք չստացվի, որ չենք ուզում անդրադառնանք այդ թեմային, կամ գուցե այն գործընկերներին խնդրենք ձևակերպենք հարցը, որ մի րոպե, բայց ես մի րոպե, բայց ես շարունակեմ։ Այսինքն, այդ իրավիճակում Եվ ինչայնու ես քեզ ոչնչացնելու եմ քո քաղաքական դաշտում, սա իմ հեռախոսի համար է։ Բան կունենաս ասելու, կժանգես ասել։ Ոչնչացնելու եմ երկու երես։ խնդրեմ, հենց հիմա տամ զանգեք։ Հա, լավ, մի րոպե, բայց վերադառնանք ես հարցին էի պատասխանում։ Այսինքն, եթե ի պատասխան այդ հարցի պիտի գնայի այդ կոչի Ինչ խնդիր կա։ Չէ, խնդրում եմ էլի, ոչ մի լարվածությամբ։ Ես եմ շնորհակալ։ Բավարարված եմ, հասկացա ինչոցը Խնդրում եմ, պետքա թույլ տալ, որ մարդիկ անկաշկանդ ինչ մտածում են, ասեն, եւ դա այնա ինչ որ մենք ուզում ենք, անկախ նրանից ասվածը ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչքանով է adekvat, բայց ես ուզում եմ մենք արձանագրենք սա, որ այն մարդիկ պետքա կարողանան արտահայտվել լիարժեք։ Կապ չունի ինչքան կոպիտ, ինչքան մեղ, բայց սա այն քաղաքական նպատակն է, որ մենք հետապնդում ենք։ Կներեք, բայց ես հարցին ի վերջո ներողություն էլի, ես հարցին ի վերջո Խնդրում եմ, ես բոլորը հնարավորություն կունենան, ես ոչ մի տեղ չեմ Ես կողքից կողքնեմ սպանեմ, կներես արտարչանս, բայց չի կարելի նմանատիպ հարցերով խնդիր չկա։ Արտապես որ քաղաքական գործիչը բաց
Աշտին գործումը, քաղաքական գործին ամեն օր լսում ենք ամեն օր կարդում։ Շնորհակալ։ Ներողություն խնդրում եմ հարցին թույլ տվեք պատասխան։ Այդտեղ ինչ որ խնդիր կա, այդտեղ թե Չէ, այնտեղ տղաները հա, երբ որ ես արձանագրում եք, ես ասել եմ իմ հիմնավորումներով, որ քանի դեռ չի ձևավորվել իշխանափոխություն, Հայաստանում չի լինելու քանի դեռ չի ձևավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն, Հայաստանում չի լինելու իշխանափոխություն։ Հիմա լավ եմ արել, վատ եմ արել, ճիշտ եմ արել, սխալ եմ արել, ես ասել եմ, այդ հլմիկ չեմ քննարկում։ Հիմա երբ որ ինձ ասում են արի անենք իշխանափոխություն, եւ ես գնում եմ դուք լրագրողները, որոնք շատ լավ եք հիշում, թե ով ինչ ասեց, ինձ գալու եք ասել, դուք այսինչ օր ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցիք, որ քանի դեռ չի ձևավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն, չի լինելու իշխանափոխություն։ Հիմա այսօր ինստիտուցիոնալ ընդդիմությունը ձևավորվել է, որ եկել եք այս հարթակից ասում եք ժողովուրդ ջան, անենք իշխանափոխություն։ Բնականաբար չի ձևավորվել, բայց որպեսզի եւ այս պայմաններում ես չէի կարող ինքս իմ ասացի դեմ գնալ, բայց որպեսզի չստացվի, որ ես կարճում եմ իմ ասացից, ես արեցի հաջորդ քայլը, ես ասացի շատ լավ, հնարավոր է, որ ինստիտուցիոնալ ընդդիմության այս թեման, այս արձանագրումը անելով, մենք սխալվել ենք, որովհետեւ մենք չենք հավակնում, որ մեր ասածը քաղաքական վերջնական ճշմարտություն է։ Նոր Հայաստան շարժման կամ մեր գործընկերները, ովքեր ասում են իշխանափոխություն, թող իրենց տեսլականը ներկայացնեն, ասեն քայլ 1, քայլ 2, քայլ 3, քայլ 4, այդ տեսլականը ներկայացնեն հրապարակային եւ մենք հրապարակային կքննարկենք մեր կուսակցության վարչությունում։ Եթե մենք տեսնենք, որ այո իրոք կա հնարավորություն ստեղծվել է, կա փաստարկների եւ փաստերի դաշտում կա այդ հնարավորությունը, մենք բացառում ենք, որ չմիանանք այդպիսի իշխանափոխության process-ին։ Դուք ասացիք, որ ես պատասխանել եմ, որ մենք պատրաստվում ենք 2017 թվականին, դա իմ պատասխանի մի փուճուր դետալներ։ Ես ասել եմ բացառում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի չունենա իշխանափոխություն այն պատճառով, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կամ ես անձամբ ձեռնպահ եմ մնացել այդ իշխանափոխության process-ին։ Եվ հիմա որևէ մեկը ասում է, որ մեր չմասնակցության պատճառով է տեղի չունեցել այդ խոստացված իշխանափոխությունը։ Եթե նույնիսկ իրենք հիմա այդպիսի բան պիտի ասեն, ուրեմն իրենք պիտի խոստովանեն, որ իրենք այդ իշխանափոխության մեջ իրենցը 5% անելիքն է, 95% անելիքը մերն է։ Եթե իրենք ասեն, այ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գար, կներեք, մենք ոչ թե 5 հոգով հանրահավաք կանեինք, այն 50,000 հոգով։ Բա նշանակում է գործող բանը, process-ի կրողը մենք պիտի լինեինք այդ թվում նաև իրենց պատկերացմամբ։ Բայց եթե այդպես այն չի իրենք ընդհանրապես այդ տոնով մեզ հետ խոսում։ Այդ որտեղ է տենց բան տեսնվել եւ լսվել, որ 5% հնարավորություն ունեցող քաղաքական ուժերը այդպիսի բանով խոսան, այսինքն 5% քաղաքական կշիռ ունեցող ուժը, պետք է 95% քաղաքական կշիռ ունեցող ղին ասի, առավոտ վերկած էսարա, իրիկուն էսարա, երիկ, բայց եթե մենք տենց բոլորի ասածով առաջնորդվենք ոչ թե մեր համոզմունքներով, մենք շատ շուտով կդառնանք ոչ թե 95, այլ 0.1% կշիռ ունեցող քաղաքական ուժ։ Մենք ունենք մեր ծրագիրը, մեր համոզմունքը, իմիջիալոց ախր որ ասում եք, այդ բաները, որ ինչ որ մեր գործընկերները անում են, ես դա այդ փորձերը բոլոր այդ մեթոդները, ես 2007 թվին բոլոր հնարավոր մեթոդները գիտեմ, ինչ որ իրենք անում են, իրաց թվում է թե իրանք նորություն է։ Ես այդ process-ի ամբողջ հոգեբանությունը, պոտենցիալը եւ այլն գիտեմ, այսպես ասած փորձագետի մակարդակով, որովհետեւ ես ինքս այդ կարգի, իհարկե շատ ավելի հաջող process-ների մեջ եղել եմ։ Այսինքն խնդիրը իմ մեջ չի, ես ինձ համար չի, ես անձամբ պատրաստ եմ եւ իմ քաղաքական կենսագրությամբ ապացուցել եմ, որ պատրաստ եմ ցանկացած զողողության, բայց ես թույլ չեմ տա ինքս ինձ մարդկանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրորված ճանապարհով տանել դեպի անխուսափելի պարտություն եւ անխուսափելի հիասթափություն։
Որտեւ այդ մարդիկ պարտավոր չեն իրենք իմանալ դա։ Որտեւ նրանք ասում են, այո, քաղաքական առաջնորդները ասցին, մենք հետևում ենք նրանց կոչերին։ Վերջում պետք է ասենք, լավ, մենք ասենք, դու ես ամեն ինչով անցել ես, ես ամեն ինչի մասին չգիտեիր, ինչի մեզ տարար ես ճանապարհում։ Սրանում ամբողջ խնդիրը։ Էլ չեմ ասում, լավ, շատ երկար, համեցեք։ Ես մեծ իրանքով մի հատ խնդրեմ ունեմ։ Համեցեք։ Ժիների հայկական համայնքը խնդրեց իրենց անել ձեր ուսուցչության ծրագիրը։ Եվ մի հարց մտեցին դա։ 6000-ից իհարկե դրա հեղինակներից առաջին եսին 9000 հասցրել։ 6000 այն շեշտին նավոված է։ Ինչքան ունեք արկա, կան մարդիկ, որոնք արդեն պատրաստ են։ Ձեզ հետ այդ ձեր որով մեկնաբանումների առաջի կանոնը կատարող թիվը։ Եթե կա, իմասի մեկը ծրագիր տվեք, ես տանեմ դրանց։ Ծրագիրը մենք ձեզ կտանք բուկլետներ քաղաքացիական պայմանագիր կուսակցության, որտեղ ծրագիրն ու կանոնադրությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցության կայքում տեղադրված է, այո, եւ այս բուկլետներում կայքի հասցեն դրված է եւ այնտեղ արդեն ամբողջ ծրագիրը, կանոնադրությունը, բոլոր վիդեոները, բոլոր նյութերը մեզ հետ նշանակեն իրանք ուղղակի միջ դուք եղել եք Փարիզում, դուք ունեի որ դուք կլեք նաեւ Ժնևում։ Բայց ինձ պետք է ես գնայի Ժնևը։ Ես ելեմ մի հարցը տվել են, ասում դուք գրավիրել եք, գիտեմ։ Ինչ որ պատանողական պատասխան տվեցիք։ Չէ, բայց ես գնամ Ժնևում, ասենք գնացի Ժնևի կենտրոնում իջա։ Հաջորդ գործով։ Որ յաժեկից պատասխան։ Ես միշտ ուրեմն մենք ասել ենք, որ քանի որ մեծ հայրենադարձությունը մեր ծրագրային առանցքային դրույթներից է, մենք ասել ենք, որ ցանկացած առաջարկ հրավեր մենք լրջորեն կքննարկենք, բայց մենք պետք է նաև հասկանանք, որ դա որոշակի կազմակերպչական աշխատանք է ենթադրում, եթե մեզ կհրավիրեն եւ այդ կազմակերպչական աշխատանքներում կհոգան կազմակերպչական որոշակի աշխատանքներ, մենք իհարկե մեծ հաճույքով կանենք դա, այնպես որ մենք չէ, այսինքն բացառվում է, որ որևէ համայնք մեզ հրավիրի եւ կազմակերպչական աջակցություն ցուցաբերի եւ մենք հրաժարվենք ուղղակի գնալ հանդիպելու, ինչ այդ մեր գործն է, ինչի պետք է իրաջ, մենք ենք խնդրում, մենք ենք առաջարկում։ Հիմա ինչ վերաբերում է վստահված անձերին, ես հիմա թույլ տվեք, այս պայդրությամբ կարող եմ ասել, որ հարյուրավոր մարդիկ կան արդեն, ովքեր պատրաստ են այս գործին միանալ, բայց հիմնական process-ը, որ մենք պետք է սկսենք առաջիկայում, շատ մոտ ապագայում հույս ունեմ, շուտով կգործարկվի կայք, որի նպատակը կլինի վստահված անձանց, այդ պոտենցիալ վստահված անձանց գրանցումը, այդ կայքը դա ոչ թե կայք է, ուղղակի աշխատանքային սխեմա է, որի միջոցով կգրանցվեն պոտենցիալ վստահված անձինք, կանցնեն ուսումնառություն, որովհետև փորձը ցույց է տալիս, որ եթե վստահված անձը ինքը օրենքին չի տիրապետում իր լիազորություններին եւ պարտականություններին, նա ոչինչով օգնել, նրա գործունեությունը արդյունավետ չի կարող լինել եւ նաեւ վստահված անձ դառնալու համար նաև որոշակի թեստ կհանձնեն, որպեսզի մենք համոզվենք, որ այդ մարդիկ տիրապետում են իրենց իրավունքներին եւ պարտականություններին, լենան գնաց, բայց մենք առաջիկայում ես ուղղակի գիշերն եմ եկել Փարիզից եւ առայժմ շատ աշխատանքային հարցերի շատ լավ գիտեմ։ Մեր մոտամեջ ստորագրված է, հա։ Ես այդ հարցը պատական Ներողություն եմ խնդրում, մենք եթե չեմ սխալվում շնորհանդեսել ենք, չէ՞, պլանավորել այդ կայքի։ Առաջիկայում այդ կայքի շնորհանդես տեղի կունենա, ես հիմա օր չասեմ, որպեսզի քանի որ մանրամասներին դեռևս տեղյակ չեմ եւ բոլոր նրանց ովքեր այս process-ին ուզում են մասնակցել, ես ուզում եմ կոչ անել, խնդրել որպեսզի նրանք անպայման գրանցվեն եւ այս process-ին մասնակցեն։ Ես կուսակցական պարտականություն դրաբեջ չունեմ։ Ուրեմն դուք կարող եք անդամագրվել քաղաքացիական պայմանագիր կուսակցություն եմ եղել։
Ես եղել եմ ղեկավար։ Եթե այնտեղ կոմունիստ չունեի, լոկալից պրեսպերի վստահ։ Ես բացառություն կերնի։ Ես ձեր մեխանիզմը որ ասում եք, ինձ համար 90 թվականներից անգամ կեղծ ընտրությունների ընտրությունները որ համարում են իբրև թե դուք անգամ բավականին գոհազնավորությունը ուսումնասիրած եք իմանալ։ Մեր բոլոր ընտրությունները կեղծվել է որտեղ կոմունիստական հասարակարգի 99.99%-ը պետք է խփվեր, չէ՞ շոկեր։ Դա եկել է 90 թվականին նորից կեղծիքներով։ Դա կարիքի չկա։ Մենք բոլորը գիտենք, եւ հարցը ինձ շնորհեմ որտեղեցի։ Ես Լեվակոփարեն պատասխանեցի, որ Փաշինյանը որտեղ գրել է միակ ճիշտ ուղին, քանի որ հարաբերությունում մենք միշտ ընդդեմ ենք։ Մենք չենք քննարկում լավն է, վատն է, ինչն է, Լևոնն է լավ, Ռոբերտն է լավ, Շերժինն է լավ, թե վատ։ Նրանք լավ չենք մեր համար ուզում են։ Բայց մենք չենք կարող պահել ձեր ասած նախադասությունից չէ՞ ասած։ Մեզ տված ձայները չի պահել։ Այո։ Այնտեղ ողջունել է։ Դա ամենամեծ խնդիրն է, այո։ Գալու է, նրանք ողջորված որ պետք է գնաք իրancs մոտ եւ ոնց որ Ես ձեզ ասեմ, այս այցի հետ կապված նաև քանի որ էլի ներողություն Չէ, ես ուղղակի լրագրողների ուշադրությունն եմ Համեցեք Իմ ասածը հետևյալն է որ դուք իրականում սա ոչ թե գովասանքի ես եմ մաղթում որ ուրիշ ճակատին կարողանալ ասել դու սխալ ես ու ճիշտ ես Ժիրիկը իմ մարտական ընկերն է Ժիրիկը ճակատագրած սխալ թույլ տվեց չլսելով որ Արցախ չի կարելի գնալ Հասկացա որ Արցախը դա մեկ ուրիշ հարաբերություն է ինքը ազատագրել է նման դեպի դասպես եմ ազատագրել ես համոզված եմ որ ես ազատագրել չեմ բայց դու գնաս յալ հարաբերություն Ես հանրապետությունը պետք է դավաճանել ապարդել։ Հիմա ձեր քայլերը, ձեր փոխարեն ասել եմ Փաշինյանը վերցրել է կուրս, եթե կարողանա կարճ ժամանակահատվածում այդ կուրսը իրականացնել, մոտ ապագայում մենք չհարաբերությունը կտեսնենք։ Փաշինյանը պետք է ունենա երկու կառավարության կազմ, մինիմում մեկ ազգային ժողովի կազմ, մինիմում եւ ապահովների մինիմում 10,000 ուսանող Եղել է խոսակցություն մի ընկերոջ հետ եղել է խոսակցություն որ ասել է հնարավոր է արդյոք այդպիսի այց կազմակերպել ես ասել եմ էլի Արտուշը այո Արտուշին ես ասել եմ որ համապատասխան կազմակերպչական աշխատանքի դեպքում իհարկե հնարավոր է եւ ուրիշ բան որ չլներ ես արդեն գրել էի չէ որ Փարիզում հանդիպում եմ ունենալու եթե իրենք ուզենային կազմակերպել ինձ գրեին որ ըստեղ է կազմակերպենք արի դժվար չէր ընդեղից Փարիզից Ստրասբուրգից շատ ավելի հեշտ էր գնալ Շվեյցարիա քան թե վերադառնալ Հայաստան հետո գնալ եւ այնպես որ նախաձեռնության դեպքում իհարկե պատրաստ եմ Ես հաջողություն եմ արդեն Եվ Արտուշը ինձ հետ ուղիղ կոնտակտ ունի այնց որ ինքը կարող է ինձ Ինչն է խնդիրը ելեմ կրկնում ես 1965 թվականից մանկախապան եմ Մնում եմ անկախական, ես բոլոր նացած վարչապետը, ես դադակյուտեքը, նրան բոլորը կուխվել եմ։ Մի խպնված ես վերջասել գեց, խպնված մար հայրիկյան Լավ եկեք բաներ չանենք էլի, որակումներ չանենք Ես ընդեղ գողը չեմ այդ Եվրոպարը, ես ասում եմ Լկներ դուք Շվեյցարիա եք գնալու այսինքն Դեղ խնդիրը էս է Բայց հասկացա, որ ես ընդեղ ասեմ ինչ նախնդիր Արտուշը ունի իմ հեռախոսի համար, իմ Skype-ը, իմ Այսինքն համապատասխան կազմակերպչական խնդիրը լուծելու դեպքում իհարկե հաճույքով կարձագանք ենք, այդտեղ խնդիր չի։ Դե կներեք Համեցեք